Գլխից է բաղկացած եւ այսօր մենք ավարտելու ենք 13-րդ գլուխը, որից հետո կմնա եւս 3 գլուխ։ Աստծո կամոք մենք եւս այսօրվանից բացի 2 դաս կունենանք այս տարի, 1 ամսի 10-ին, 1 ամսի 17-ին, որից հետո կընդմիջենք եւ նոր տարում ամենայն հավանականությամբ հունվարի կեսերին կշարունակենք արդեն, որպեսզի Աստծո կամոք ավարտենք մինչեւ մեծ Պասխ։ Ուրեմն ինչպես ամեն անգամ անում ենք, փորձենք հիշել նախորդ նյութը ու այսօրվա նյութն էլ շարունակաբար ընթերցել, քանի որ նյութը շատ կապված է մեկը մյուսին, պիտի այսօրվա նյութն էլ ընթերցեմ, նախորդ, այսինքն, որ այսօրվանի հետ կապ հաստատենք։ Ուրեմն նախորդը հետևյալն էր, եւ ասում են, երբ նա տաճարից դուրս էր գալիս, իր աշակերտներից մեկը նրան ասաց. «Վարդապետ, տես ինչպիսի քարեր են սրանք եւ ինչպիսի շինվածք»։ Հիսուս նրան պատասխան տվեց եւ ասաց. Տեսնում ես այդ բոլորը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դրանք քարը քարի վրա չպիտի թողնվի, որ չքանդվի։ Եվ մինչ նստած էր նա Ձիթենեաց լեռան վրա, տաճարի դիմաց, Պետրոսն ու Հակոբոսը եւ Հովհաննեսն ու Անդրեասը առանձին հարցրին նրան. «Ասա մեզ, երբ պիտի լինի այդ եւ ինչ կլինի նշանը, երբ կատարվելու լինի այդ բոլորը»։ Հիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգուշ կացեք, ոչ ոք ձեզ չխաբի, որովհետև շատերը պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն ես եմ Քրիստոսը եւ շատերին պիտի մոլորեցնեն։ Սակայն երբ լսեք պատերազմների ձայներ կամ պատերազմների լուրեր, չխռովեք, որովհետև այդ պետք է որ լինի, բայց դեռ աշխարհի վախճանը չէ։ Ազգ ազգի դեմ պիտի ելնի եւ թագավորություն թագավորության դեմ եւ տեղ երկրաշարժներ պիտի լինեն, սով եւ համաճարակ եւ խռովություններ, բայց այդ բոլորը սկիզբն է երկանց։ Եվ դեռ ձեզ էլ պիտի մատնեն ատյանների եւ ժողովարանների մեջ պիտի տանջվեք եւ ինձ համար կուսակալների եւ թագավորների առաջ պիտի կանգնեք ի վկայություն նրանց։ Բայց նախ պետք է որ ավետարանը քարոզվի բոլոր հեթանոսների մեջ եւ երբ ձեզ տանեն հանձնելու առաջուց հոգ մի արեք եւ մի մտածեք թե ինչ պիտի խոսեք, այլ ինչ որ ձեզ տրվի այն նույն ժամին այն խոսեցեք, որովհետեւ դուք չէ որ պիտի խոսեք, այլ Սուրբ Հոգին։ Եղբայրն իր եղբորը մահվան պիտի մատնի եւ հայրը որդուն եւ որդիները հայրերի դեմ պիտի ելնեն եւ պիտի սպանեն նրանց։ Եվ իմ անվան համար բոլորից պիտի ատվեք, բայց ով որ մինչեւ վերջ համբերի, նա կփրկվի։ Եվ երբ տեսնեք սարսափելի պղծությունը տեղ գտած այնտեղ ուր չպետք է լիներ, ով կարդում է թող իմանա, այն ժամանակ նրանք որ հրեաստանում են լեռները թող փախչեն։ Եվ որ տանիքի վրա է, թող չիջնի այն տուն եւ տուն չմտնի, այնտեղից բան վերցնելու։ Եվ որ արտի մեջ է, թող ետ չդառնա իր զգեստները վերցնելու։ Բայց վայ հղիներին եւ ստնտուներին այն օրերին աղոթեցեք, որ ձմեռ ժամանակ չլինի այդ։ Եվ այսօրվա նյութն է, որ միասնաբար հիմա դիսերտենք։ Այդ օրերը պիտի լինեն օրեր այնպիսի նեղությունների, որոնց նմանը չի եղել երբեք արարչագործության սկզբից մինչև այժմ եւ չի էլ լինի։ Եվ եթե Աստված այդ օրերը իր ընտրյալների համար չկարճեր, ոչ մի մարդ չէր ազատվի, բայց նա իր ընտրյալների պատճառով, որոնց ընտրեց, կարճեց այդ օրերը։ Այն ժամանակ, եթե մեկը ձեզ ասի, թե ահա այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ, չհավատաք, որովհետև սուտ Քրիստոսներ եւ սուտ մարգարեներ պիտի ելնեն եւ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցույց տան մոլորեցնելու նպատակով, եթե հնար լինի նույնիսկ ընտրյալներին։ Բայց դուք զգուշ եղեք, ահա առաջուց ձեզ ամեն ինչ ասացի։ Բայց այդ օրերին, այդ նեղություններից հետո արեգակը պիտի խավարի եւ լուսին իր լույսը չպիտի տա։ Եվ աստղերը երկնքից վայր պիտի թափվեն եւ երկնքում զորությունները պիտի շարժվեն։ Եվ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու որդուն եկած ամպերի վրայով զորությամբ եւ բազում փառքով։ Եվ այն ժամանակ պիտի ուղարկի իր հրեշտակներին ու պիտի հավաքի իր ընտրյալներին 4 կողմերից, երկրի ծագերից մինչև երկնքի ծագերը։ Բայց դուք այդ թզենուց սովորեցեք առակը, հենց որ նրա ոստերը կակղեն եւ նրա վրա տերև դուրս գա, իմանում եք, որ ամառը մոտ է։ Նույնպես եւ դուք, երբ այս բոլորը կատարված տեսնեք, իմացեք, որ նա մոտ է դռների առջև։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չի անցնի այս սերունդը, միջև որ այս բոլորը կատարվեն։ Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Սակայն այդ օրվա եւ ժամի մասին ոչ ոք չգիտե, ոչ հրեշտակները երկնքում, ոչ էլ որդին, այլ միայն հայրը։ Զգուշ եղեք, հսկեցեք ու աղոթեցեք, քանի որ չգիտեք, թե երբ է ժամանակը։ Ինչպես հեռու երկիր գնացած մի մարդ, որ կթողնի իր տունը եւ իր ծառաներին իշխանություն կտա եւ յուրաքանչյուրին իր գործը
եւ դռնապանին կպատվիրի, որ արթուն լինի, արթուն կացեք, որովհետեւ չգիտեք, թե տանուտերը երբ կգա, երեկոյան, թե կեսգիշերին, աքլորականչին, թե առավոտյան դեմ, գուցե հանկարծակի գալով ձեզ քնի մեջ գտնի, բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում, արթուն կացեք։ Այս համարն է, որ ուշադրություն եթե դարձեցիք ամբողջ 13-րդ գլուխը, բավական խրթին դժվար գլուխ է, որովհետև անդադար կարծեք նեղությունների մասին է ու Քրիստոս անդադար մեզ հիշեցնում է այս մասին եւ իբրև համայնապատկեր, իբրև overview ուզեցի այս միտքը տալ, որ այս հատվածը շարունակությունն է նախորդի, որտեղ Տերը մեզ զգուշացնում է ապագայի մասին։ Այս բոլորը ապագայի մասին էր, որ այսօր եւ վաղը պիտի լինեն։ Տերը դա անում է անկեղծորեն, ցույց տալով իրական մարգարեի օրինակը, քանի որ վարդագույն ապագա չի խոստանում, այլ իրականություն, որի համար նախապատրաստվել է պետք հաղթահարելու համար։ Ուրեմն հեռանանք պատրանքներից եւ իրականությունն ընտրենք, որքան էլ որ այն դժվար լինի։ Ինչու սա ասացի, որովհետեւ այսօր աշխարհը գնալով դեպի պատրանք, դեպի վիրտուալ իրականություն է մտնում, եւ ինչքան վիրտուալ իրականություն է մտնում, այնքան իր երազած աշխարհն է ստեղծում իր մտքում միայն, բայց ոչ իրականության մեջ, եւ դրանով շեղվում է իրականությունից եւ ի վերջո գնում է դեպի կործանում։ Իսկ դրան հակառակ Քրիստոս ամբողջությամբ իրականությունն էր մեզ ներկայացնում, եւ հաճախ իրականությունը կարող է դժվար լինել, ցանկալի չլինել, բայց ավելի լավ է իրականությունը, քան հազարավոր պատրանքներ, որոնք որ ավելի են վատացնում իրականությունը, որովհետև եթե դու խնդիրը չես լուծում եւ անդադար փախնում ես այդ խնդրից պատրանքների մեջ, որը կարող է լինել վիրտուալ իրականությամբ, կամ խմիչքի տեսքով, կամ դրագի տեսքով, կամ անդադար հեռախոսի մեջ լինելով, դրանով դու քո հարցերը չես լուծում, դու ավելի ես վատացնում դրանք եւ ի վերջո գնում ես վերջնական կործանման։ Ահա թե ինչու էր Քրիստոս այս ամենը ասում, որպեսզի մենք պատրաստվենք։ Եվ այդ պատրաստությունը ամենից կարևոր բաժինն է, մասն է քրիստոնյայի կյանքում, արթնություն ու պատրաստություն։ Հաջորդ գլխում, որ 14-րդ գլուխն է, Քրիստոս մի քանի անգամ եւս պիտի շեշտի պատրաստության ու արթնության մասին, անդադար մեզ հիշեցնելով, որ սա է մեր փրկության միակ ձևը, իբրև քրիստոնյաներ, որ պատրաստ լինենք։ Իսկ ինչու է սա այսքան կարևոր։ Ու ինչու է Քրիստոս այսքան խոսում, որովհետև այսօրվա իրականության մեջ ու մանավանդ գնալով սա շատ է տարածվում բողոքական, ավետարանական ընկալման մեջ, այս փրկված եմ գաղափարը մարդուն իրապես այդ պատրանքի մեջ է դնում, զենքերը վայր է դնում, որովհետև միշտ սա ասել եմ ու սա ոչ թե իբրև ուսմունք եմ ուզում ներկայացնել, այլ իբրև կյանքի օրինակ, որ երբ որ դու կարծում ես, որ դու արդեն փրկված ես, որ դու արդեն երկնքում տեղ ունես, այլ անելիք չունես, դու շատ քնի մեջ ես, թմբիրի մեջ ես, շատ relaxed, հանգիստ վիճակում ես, որովհետև ասում ես, ես արդեն փրկված եմ։ Մինչ այդ նույն Աստվածաշունչ Մատյարն առաջի Պետրոսի մեջ ասում էր, որ արթուն եղեք, ուշիմ եւ արթուն եղեք, իր բառերն են, որովհետև ձեր ոսոխը սատանան շրջում է իբրև առյուծ ձեր շուրջը, ձայն արձակելով, այսինքն որպիսի ձեզ ինչ անի հոշոտի, եւ բառը ինքնին հոշոտել է, devour, այսինքն մռնչում է եւ այնպես افռում, որ պահը գտնի, որ ձեզ հոշոտի։ Իսկ եթե դու արթուն չես, ուշիմ չես էլ տեսնում սատանային, որ առյուծի նման շուրջը տա պտտվում, որպեսզի մռնչալով քեզ հոշոտի, դու ի վերջո դառնալու ես իր զոհը, որովհետև դու չես պատրաստվել։ Բայց ինչու դու չես պատրաստվել, որովհետև դու սխալ ընկալում ունես քրիստոնեության մասին, քեզ թվում է, թե դու արդեն փրկված ես։ Ու այսօրվա նյութը հենց այս սխալ ընկալման, սխալ քրիստոսների ու սխալ մարգարեների մասին են, ովքեր մեզ սխալ ընկալում են տալիս ու դրանով մենք չենք էլ հասկանում, թե ինչպես ենք շեղվում իրականությունից։ Ուզեցի այստեղ փրկված են բառի հետ կապված մի քանի իմաստ տալ, որ 3 հետաքրքիր իմաստներ կան։ Հռոմեացիս 8:24-ի մեջ Պողոս առաքյալը ասում է մենք փրկված ենք անցյալ կատարյալով։ Առաջի Կորինթացիս 1:18-ի մեջ ասում է մենք փրկության միջոցով ենք անցնում, ընթացքա։ Եվ Հռոմեացիս 5:9-ի մեջ ասում է մենք պիտի փրկվենք։ Ուրեմն տեսնում ենք անցյալը, ներկան եւ ապագան։
Այս երեքն էլ փրկության հետ է առնչվում, ոչ թե արդեն ինքը անցյալ կատարյալը վերջացավ, փրկված ենք Քրիստոսի արյամբ, այսինքն որովհետև առանց դրա հնարավոր չէր փրկությունը, փրկության ընթացքն է, որ պիտի կարողանանք ներկան ճիշտ ապրել եւ հույս ունենք ապագայում վերջնական փրկությանը հասնելու, թե ինչի շատ կարեւոր է, որ մենք ճիշտ ընկալում ունենանք անցյալի, ներկայի եւ ապագայի վերաբերյալ եւ ոչ թե ինքներս մեզ խաբենք եւ մեզ քնի մեջ պահենք, իսկ քնած քրիստոնյան ամենից այսպես կոչված խոցելի քրիստոնյան է, միշտ արթնություն է պետք։ Եվ շարունակում էր ասելով, որ այդ օրերը պիտի լինեն օրեր այնպիսի նեղությունների, որոնց նմանը չի եղել երբեք առաջագործության սկզբից եւ մինչեւ այժմ էլ ու չի էլ լինելու։ Մի քանի միտք եմ ուզում բերել, նախ ուզում եմ խոսել այդ օրեր գաղափարի մասին եւ հասկանանք, որ այստեղ Գրիգոր մեծ աստվածաբանը, որը որ 6-րդ դարի հայրերից է, մեր սուրբը չի, բայց մեծ մտածողը ասում է այդ օրերը մտածենք այդ օրերի մասին եւ այս պահից սկսենք շտկել այն սխալները, որոնք այսօր ունենք, շտկենք մեր ճանապարհները, որովհետեւ եթե այսօր ես չեմ շտկում իմ սխալներն ու իմ սխալ ընթացքը, մեղքերս, վաղը ոչ թե կարողանալու եմ, այլ շատ ավելի դժվար է լինելու դրանք շտկել, որտեվ ինչքան գնում է, այնքան շեղվում եմ ճանապարհից ու այնքան ավելի դժվարանալու եմ վերականգնել այն, ինչ որ այս պահին ունեմ։ Իմ կյանքում վստահ եմ, եթե անկեղծ ենք մեր հետ, գիտենք շատերս այս վիճակով անցել ենք, թողնում ես, հետաձգում ես խնդիրը, մտածելով, որ կլուծեմ, ու այդ խնդիրը ոչ թե գնալով ավելի հեշտանում, այլ շատ ավելի բարդանում է, ու հետո ինքդ քեզ զղջում ես ու ասում ես, ինչի թողեցի, որ այսքան վատացավ, չէ որ կարող է շատ ավելի շուտ ես հարցը լուծել։ Նման քաղցկեղի, որ ինչքան շուտ ես այդ հարցը լուծում, այնքան ավելի մեծ է հնարավորությունը լուծելու, եւ ինչքան հետաձգում ես, այնքան խնդիրը շատ ավելի վատանում է։ Եվ այստեղ եթե կոնտեքստը նայեք, նախ եւ առաջ Քրիստոս խոսում է արարչագործության մասին։ Creation, այսօր աշխարհը մերժում է creation-ը։ Ասում է արարչագործություն չկա, բայց արի ու տես, որ իմ Տերն ու Փրկիչում ես ընդունում եմ իբրև իմ միակը, ինքը խոսում է արարչագործության մասին ու ասում է creation կա։ Ասում է պիտի արարչագործության սկիզբ կա ավելին, ոչ միայն creation կա արարչագործություն, այդ արարչագործությունը նաև սկիզբ ունի։ Մի բան, որ ինքը մեր Տերն է ասում։ Եվ սրանք շատ կարևոր են։ Եվ դրանից հետո է խոսում այն մասին, որ այս ընթացքում լինելու են բազում նեղություններ, որոնց նմանը ընդհանրապես չի եղել։ Գիտեք, մենք փաստորեն դուրս է գալիս, որ այդ օրերը դեռ չեն եկել, որովհետև եթե եղած լինեին, արդեն աշխարհի վաղճանը կլիներ։ Ու նշանակում է, որ մեր սերունդը ու մեզանից հետո եկող սերունդները գնալով ավելի դժվարանալու են, որովհետև ի վերջո գալու է այդ վիճակը, որ ամենադժվար վիճակն է լինելու, եւ որոնք են այդ ամենադժվար վիճակները։ Մի բան փորձեցի նկարներով ցույց տալ, որ հաճախ միգուցե մեր պատկերացրածը ուրիշ լինի, բայց դժվարությունը լրիվ ուրիշ լինի։ Ուղղակի այստեղ պատկերացրեցի մի բա Աստծո արարչագործությունը, ոչ թե բնություն բառը, որ բերել ենք այս բառն ենք շեշտում, որ հին հայերենում երբեք սա չի։ Բնությունը կարծես թե անիմաստ բառ է, բնություն, մարդկային բնություն ենք ասում, ուրիշ essence, լրիվ ուրիշ իմաստ ունի, nature, բայց արարչագործություն նշանակում է արարիչի կողմից ստեղծված, նախ նշանակում է արարիչ ունեցող մի վիճակ։ Ինքը հարմոնիա ունի, ինքը ներդաշնակություն ունի, ինքը հրաշք է, դուրս ես գալիս արարչագործության մեջ, որտեղ մարդու մատը չի հասել ու տեսնում ես, թե ինչքան գեղեցիկ է, ինչքան հրաշալի է, ծաղիկներ, ծառեր, թռչուններ, ամեն ինչ։ Եվ հետո տեսնում ես, որ մարդը ինքն էլ իր փոքրիկ միկրո արարչագործությունն է ստեղծել, եւ սրա լավագույն օրինակը ես տեսա կազինոյի մեջ, ու այսօր ինչքան տարածված է սա։ Սա էլ մարդու ստեղծած արարչագործությունն է, որը ցավոք սրտի կործանարար է, բայց նույն գունային խաղերն է տալիս ինչ որ արարչագործության մեջ է, որտեղ մարդուն հաճելի են այն գույները, ինչ որ Աստված է ստեղծել։ Ու դրանով հանդերձ ինչ է դուրս գալիս, քեզ շեղում է իրական ճշմարտությունից եւ տանում է չակերտավոր իրականություն, որը այդպեսին չի։ Ուրեմն միայն պատերազմների, միայն արհավիրքների մեջ չտեսնենք խնդիրը, այլ նաեւ հենց մեր կողքում տեսնենք, որովհետեւ ամենասկզբից չարը պատերազմով չէ, որ խաբեց Եվային ու Ադամին, այլ պատրանքով ու հաճույքով խաբեց։
Եվ այսօր էլ չարը չի փոխվել եւ իր զենքերն էլ չեն փոխվել հաճույքով ու պատրանքով է ինքը խաբում մարդուն, որովհետեւ ամենահեշտ այդպես է մարդը խաբվում։ Եվ ասում է, եւ եթե Աստված այդ օրերը իր ընտրյալների համար չկարճեր, ոչ մի մարդ չէր ազատվի, բայց նա իր ընտրյալների պատճառով, որոնց ընտրեց, կարճեց այդ օրերը։ Ինչ է նշանակում նախ ընտրյալ։ Ինքը բառի մեջ այս բառը հետագայում հոմանիշ դարձավ սուրբ բառի։ Այսինքն մեկը, որ ընտրվել է Աստծուց, բայց ավելին մեկը, որ ընտրել է Աստծուն, որովհետև մենք բոլորս ընտրված ենք Աստծուց, որովհետև ինքը մեզ կյանք է տվել։ Եթե Աստված մեզ չընտրեր, մեզ կյանք չէր տա, որևէ մեկին կյանք չէր տա, ինքն է մեզ կյանք տվողը։ Բայց այստեղ նաև երկրորդ պարագան կա, արդյոք մենք էլ ենք ընտրում Աստծուն։ Եվ ընտրյալը այն անձն է, ով որ ընտրում է Աստծուն։ Եվ նույնիսկ եթե ընտրում ես Աստծուն ու սրբության ճանապարհով ես գնում, որը այլ բան չի, եթե ոչ մաքրության ճանապարհ։ Սրբություն նշանակում է մաքրություն, սրբիչ, մաքրել, մաքրող ինչ որ կտոր։ Երբ որ մարդ ընտրում է մաքրության ճանապարհը, իրան թվում է, թե իր մոտ ամեն ինչ շատ լավ է ստացվելու, հեշտ է ստացվելու, բայց արի ու տես, որ հակառակն է, որովհետև դու գնում ես աշխարհին դեմ։ Դու գնում ես դեպի մաքրություն, իսկ աշխարհը աղբի մեջ է, աշխարհը մեղքի մեջ է։ Ու դրա համար սկսում են փորձությունները։ Ու հաճախ երբ որ այդ փորձությունները գալիս են, մենք սկսում ենք չկարողանալ այդ փորձություններին հաղթահարել, որովհետև սխալ ընկալում ունենք, որովհետև մենք վարդագույն էինք տեսնում կյանքը։ Ահա թե ինչի է Քրիստոս ասում, որ նույնիսկ եթե ընտրյալ ես, սա չի նշանակում, որ դու ճիշտ ես գնալու առաջ կամ հեշտ ես գնալու առաջ, պահ է գալու, որ դու չես կարողանալու։ Եվ դրա համար է ասում, որ ես նորից միջամտելու եմ քո կյանքի մեջ, կարճացնելու եմ քո փորձության օրերը, որպեսզի կարողանաս ինչ անել, եթե ոչ գնալ առաջ կամ չկործանվել ի վերջո։ Ու այս կոնտեքստի մեջ է, որ փրկված եմ գաղափարը միտք է տալիս, որ շատ հաճախ Եփեսացիս 2-ն են մեջբերում ավետարանականները, որ հետևյալն է, որովհետև Աստծո շնորհով փրկվածներ ենք հավատի միջոցով, եւ այս ձեզնից չէ, այլ պարգևն է Աստծո, ոչ էլ ձեր գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա։ Այլ խոսքով շատ հստակ է, ինչքան էլ ուզում ես մեծ եղի, Մովսեսի նման կամ Պետրոս առաքյալի նման, դու չես կարողանալու չարի դեմ հաղթահարել, չարին հաղթահարել միայնակ։ Ու միշտ այդ օրինակն եմ բերում ու չեմ դադարելու բերելուց Պետրոսի շատ խոսուն օրինակը, որ ես իմ կյանքով եմ ապրել, երբ որ ասեց հրամայր Տեր, որ ջրի վրայով քայլելով գամ, ու Տերը հրամայեց ու ինքը քայլեց, ուներ այդքան հավատք, որ ջրի վրայով մի քանի քայլ դրեց։ Բայց ի վերջո այդ հավատքը թուլացավ, կասկածեց, տեսավ քամին, տեսավ ջրերը, որ խաղում են փոթորիկը, եւ այդ կասկածը, որ հավատի թուլություն էր նշանակում, իրեն տարավ դեպի խորտակում։ Եվ այդտեղ էր, որ Քրիստոս իր ձեռքը մեկնեց եւ բարձրացրեց ու ասաց թերահավատ ինչու երկմտեցիր։ Սա լավագույն օրինակն է մարդու։ Ես երբեք Պետրոսի հավատի չափ հավատ չեմ ունենալու։ Ես իմ համար եմ խոսում, չգիտեմ մեզանից քանիսը ունեն այդ հույսը թե չունեն, բայց ես հաստատ գիտեմ, որ ես Պետրոս չեմ դառնալու։ Եվ եթե Պետրոսը, որ այդքան մեծ հավատ ուներ, ի վերջո ինքն էլ չկարողացավ մի քանի քայլից հետո պահելով խորտակվեց, որքան եւս ես։ Ուրեմն ինչ է նշանակում, միայն Աստծո ձեռքով ենք փրկվելու, եւ այդ ձեռքը, որ Քրիստոս մեկնեց ու Պետրոսին բարձրացրեց, նույն այդ օրերի կրճատումն է, այսինքն միջամտությունը, աստվածային միջամտություն, որը որ պետք էր, այլապես առանց դրա չի լինի։ Իսկ աստվածային միջամտությունը միայն սիրո միջամտություն է, որովհետեւ հենց առաջից մարդկանց օրինակից էլ ենք մենք տեսնում, երբ որ Ադամն ու Եվան գնացին, հրաժարվեցին, Աստծուց հեռացան, ինչ կատարվեց, եթե ոչ այդքանով հանդերձ Աստված իրենց համար կաշվե վերարկու պատրաստեց եւ իրենց հագցրեց։ Սա կարդում ենք Ծննդոց 3-ի մեջ։ Այլ խոսքով նույնիսկ այստեղ էլ Աստված իր հոգացությունը տվեց։ Եվ հենց սրա մասին է խոսքը։ Բայց նաեւ վերջի միտքն էլ եմ ուզում բերել, որ ասում է, բայց նա իր ընտրյալների պատճառով, որոնց ընտրեց, կարճեց այդ օրերը։ Գիտեք նաեւ սա ինչ է մեզ ասում, որ ընտրյալները, որոնք որ սրբերն են, օգնում են իրենց շրջապատին, որովհետև իրենց պատճառով փորձությունները կրճատվում են, կարճացվում են։ Եվ այնքան կարևոր է սա, ու դրա համար երբեմն մեր մեջ սա ենթագիտակցորեն է կա, որ ասում ենք դու այնքան մաքուր մարդ ես, քո աղոթքը կլսվի, դու աղոթի իմ համար։ Ինչ որ մեկին ենք ասում։ Սա Սուրբ գրայինն է,
որովհետև այդ ընտրյալները, ովքեր որ Աստծո ճանապարհով են ընթանում, իրենց աղոթքները կամ իրենց կյանքը ինքնին արդեն շատ զորեղ է ու իրենց պատճառով Աստված, որ շրջապատին նաև ինչ անում, եթե ոչ ողորմություն կամ փորձություններից կրճատում։ Ու դրա համար միշտ ասում ենք, որ որևէ պատերազմ լինի անձնական ներքին թե ազգի պատերազմ, կարիք ունի աղոթող զինվորների։ Եվ այսօր մենք մեր ցերտողությունից առաջ ինչպես ամեն անգամ սա արեցինք, աղոթող զինվորներ դառնանք, եթե մենք մաքուր ենք, եթե մենք գնում ենք, դառնում ենք ընտրյալ, ուրեմն մեր աղոթքը բնականաբար շատ ավելի զորը, որովհետև այլ կերպ հնարավոր չի։ Հիմա գալիս ենք այստեղ նաև ուզում եմ այս միտքը բերել, որ այն ժամանակ, եթե մեկը ձեզ ասում է, թե ահա այստեղ է Քրիստոս կամ այնտեղ, չհավատաք, որովհետև սուտ Քրիստոսներ եւ սուտ մարգարեներ պիտի ելնեն եւ նշաններ, զարմանալի նշաններ պիտի գործեն եւ մոլորեցնելու նպատակով շատերին, եթե հնար լինի, նույնիսկ ընտրյալներին պիտի շեղեն։ Ինչ է այս միտքը։ Մի քանի կետ եմ ուզում ձեզ հետ կիսել։ Առաջինը, որ փորձությունները մենակ պատերազմներն ու բնական աղետները չեն։ Այլ այստեղ Քրիստոս բերում է մի շատ հետաքրքիր միտք, որ մենք չէինք էլ մտածում, որ բնական աղետներից ու պատերազմներից ավելի վատ մի փորձություն կա, որը որ կեղծ Քրիստոսի ու կեղծ մարգարեների կերպարն է։ Սա շատ ավելի վատ է, քան բնական աղետները, եւ հետաքրքրորեն այստեղ մենք տեսնում ենք, որ եթե այս մարդիկ մանավանդ, որոնք որ բերում են սխալ ուսմունք, սխալ ճանաչողություն, կարողանում են նաև հրաշքներ էլ գործել, գերբնական բաներ անել, գրեթե հնարավոր չի լինում նրանց հետ պայել, որովհետև մարդիկ հրաշքը տեսնելով եւ խոսքի քաղցությունը տեսնելով գնում են նրանց հետևից եւ դրա համար շեղվում են։ Բայց խորքի մեջ մարդու եւ այստեղ գրում եմ եւ ազգի ապագայի համար կեղծ ուսմունքը ավելի վտանգավոր է, քան թշնամու արտաքին պատերազմը, որովհետեւ միշտ ու միշտ սա եւ մեր անձի հետ է կապված եւ նաեւ ընդհանրապես մարդկության մարդուն քանդում են ներսից, ազգերին կործանում են ներսից։ Տրոյայի պատերազմի օրինակը շատ հստակ է։ Ձին տարան ներս, որպեսզի ներսից քանդվի, որովհետև դրսից չէին կարողանում, տարիներով պատերազմում էին։ Նույնն է վիճակը, որևէ բան չի փոխվել։ Երբ որ արտաքնապես ամուր ես ի վերջո, քեզ ներսից են քանդում, իսկ ներսից ինչպես կարող են քանդել, սխալ ուսմունք, սխալ բարոյականություն բերելով։ Եվ երբ որ սխալ ուսմունք ու սխալ բարոյականություն է բերվում, մարդը աստիճանաբար սկսում է քանդվել։ Եվ այս վերջերս մեկին էի լսում, որ հետաքրքրորեն եկավ YouTube-ով նախկին KGB-ի ագենտ էր, որ այստեղ էր նշանակված, որ ասում էր, որ մենք հատուկ ծրագիր ունեինք ամերիկյան հասարակությունը, այսպես կոչված, բարոյազրկել։ Եվ ասում է, գիտենք, որ այդ ծրագիրը 1 կամ 2 սեր, ընդհանրապես ասում է 25-ից 30 տարվա ընթացքում սկսում է պտուղներ տալ, երբ որ մարդիկ սկսում են բարոյազրկվել, ու առաջի հարվածը, որ մենք հասցնում ենք, դա հաստատված կրոնական հիմնարկներն են, այլ խոսքով եկեղեցիները, երբ որ իրանց սկսում ենք հարվածել, աստիճանաբար ասում է, սկսում են արդեն հասարակությունները collapse անել, այսինքն կործանվել, ահա թե իրապես ինչ էր կատարվում ու ահա թե ինչու Քրիստոս պատերազմներից, աղետներից հետո բերեց կեղծ Քրիստոսների եւ կեղծ մարգարեների այս վիճակ ու ասես նրանք նշաններ եւ զարմանալի գործեր պիտի ցույց տան, մոլորեցնելու նպատակով, եթե հնար լինի, նույնիսկ ընտրյալներին։ Ինչու՞, որովհետեւ երբ որ մեկին համոզում ես, որ այս ճշմարտությունը միակ ճշմարտությունն, այսինքն անգլերենով գեղեցիկ բառ կա, brainwash ես անում, ուղեղի լվացում ես կատարում, ինքը այդ ճշմարտությունը վերցնելով գնում առաջ ու այդ ճշմարտության մարտիկն է դառնում ու պատրաստ է ոչնչացնել բոլորին, որպեսզի իր ճշմարտությունը պահի, որևէ մեկին հաշվի չի առնում, իր ճշմարտությունն է եւ վերջ։ Նրանք, ովքեր իր ճշմարտությունը չեն ընդունում, իր թշնամին են, նույնիսկ եթե այդ մարդիկ իր հարազատներն են, դա էական չի։ Այսինքն այդ գաղափարականը այդքան զորեղ է, որ մարդու մոտ լինում է։ Եվ այսօր իրականություն, ասենք նույն Միացյալ Նահանգներում կամ Հայաստանում ինչ է կատարվում։ Սև ու սպիտակի բաժանումները, լավի ու վատի բաժանումները, չլսել ոչ մեկին,
միայն դու ես ճիշտը, քո ճիշտը միակն է եւ այլն։ Սա հենց այս վիճակն է, որը ամենավտանգավորն է, ու իմ կարծիքով հիմա մենք ամենավատ վիճակում ենք, երբ որ մեկը մյուսին այլևս չի լսում, երբ որ պատրաստ ես թշնամիներ տեսնել միայն նրա համար, որ ինքը համամիտ չի քո հետ։ Այս դեպքում հիմա հարցը ինձ է գալիս, բա ես ինչպես տեսնեմ, որ միգուցե այդ մարդկանցից մեկն էլ ես եմ։ Միգուցե եթե անկեղծ լինեմ ինքս ինձ հետ, ես եմ այդ մարդը, որ որևէ մեկին չեմ ուզում լսել եւ միայն ինչ ճիշտն եմ ուզում առաջ տանել ու ասում եմ, որ իմն է ու վերջ։ Այս դեպքում մեզ օգնության է գալիս այսօրվա կոնտեքստը, ավետարանը, որ ասում է, ուզում եմ սա ընթերցեմ, ինչպես հասկանամ, որ ես սխալ եմ, թե ոչ, Քրիստոսի ավետարանի եւ առաքելական ուսմունքի իմացությունն է, որ միակ ճշմարտության ճանաչողությունն է տալիս։ Երբ որ դու գիտես ավետարանը Տիրոջ եւ նաեւ գիտես առաքելական ուսմունքը, այս երկուսի միավորումն է քեզ, որ տալիս է օբյեկտիվ իրական ճշմարտությունը ու հետաքրքրորեն, երբ որ դու ճշմարտությունը գիտես, դու այն չես պարտադրում։ Երբեք չեք տեսնի, որ Քրիստոս իր ճշմարտությունը, որ ինքն է ճշմարտությունը, պարտադրեր։ Ինքը տալիս էր թողնելով, որ դիմացին ընդունի։ Եվ եթե փարիսեցին օրենսգետը չէր ընդունում, դա իր խնդիրն էր։ Նույնը առաքյալները, երբեք չեք տեսնի, որ առաքյալները պարտադրեին ճշմարտությունը, ասեին սա է ու վերջ։ Նորից վկայում էին ճշմարտության մասին եւ արդեն մնում էր դիմացինն ընդունել ու չէ։ Իսկ եթե մեկը պարտադրում է ճշմարտությունը իր, ու այս դեպքում բազում կրոններ կան ու մեր ազգը տառապել է օրինակ իսլամից, որը պարտադրել է իր այսպես կոչված ճշմարտությունը, ուրեմն դա չի կարող համաձայն քրիստոնեական ընկալման Աստծուց լինել, որտեղ Աստված երբեք իր ճշմարտությունը չի պարտադրում որևէ մեկին։ Ուրեմն, որպեսզի մենք էլ ինքներս մեր հանդեպ պատասխանատվության գիտակցություն ունենանք ու չլինենք մյուսների նման, որ ասենք դուք եք սխալ, միայն մենք ենք ճիշտ, Աստծո ճանաչողությունը եւ ավետարանի ճանաչողությունն է, որ մեզ բերելու է ապահով այլ։ Ու այդ ժամանակ դու լինում ես շատ ավելի հանդուրժող, շատ ավելի ներող, շատ ավելի լայնախոհ, քան ասենք մյուսները, որոնք որ այդ ամենը չունեն։ Նմանվելով Քրիստոսին, իբրև օրինակ ունենալով Քրիստոսին։ Ուզում եմ մի քիչ ավելի մանրանալ այս երկու կարևոր բառերի մեջ՝ սուտ Քրիստոսներ եւ սուտ մարգարեներ։ Հունարենով Ֆեոդո Քրիստոյ, կայ Ֆեոդո պրոֆետայ։ Ֆեոդո միայն սուտ չի նշանակում, այլ նշանակում է կեղծ։ Ինչու է սա, որովհետև երբեմն կեղծը ինձ թվում է ավելի ճիշտ բառը, որովհետև շատ բաներ այսօր անգլերենում այդ բառը շատ ենք օգտագործում, fake։ Շատ բաներ fake են։ Եվ այսօր fake-ը շատ ավելին է, քան իրականություն, այսինքն կեղծը շատ ավելին է, քան իրականությունը։ Իսկ այս դեպքում, որտեղ մարդկանց մոտ սխալ ընկալում կա, մեզ թվում է, թե կեղծ կամ սուտ Քրիստոսներն ու կեղծ մարգարեները սրանք անձինք են կոնկրետ։ Խորքի մեջ ոչ այնքան անձինք են, ինչքան ուսմունքներ են։ Եվ այդ ուսմունքների միջոցով, ինչպես որ ասացի, չարը սկսում է տարածել իր կեղծ ճշմարտությունը, որը խորքի մեջ սուտ է։ Եվ դրա համար ասում եմ բնականաբար խոսքը ավելի շատ կեղծ ուսմունքների մասին է, ովքեր խոսում են Քրիստոսի անունով եւ կեղծ մարգարեություն են անում։ Բերեմ մի օրինակ հաճախ կլսեք, մանավանդ աղանդների մեջ շատ տարածված է միտքը, Սուրբ Հոգին ինձ սենց ասեց, Սուրբ Հոգին ինձ նենց ասեց։ Ու անդադար երբեք չեմ ուզում կասկածել Սուրբ Հոգու ներկայության մասին, որտեվ Աստված բոլորիս կյանքում ներկա է։ Բայց երբ որ անդադար մարդը խոսում է սրա մասին, երկու բան անում։ Առաջինը ինքը ինձանից իրան բարձր է դասում, որովհետև ինքը անմիջական կապ ունի Սուրբ Հոգու հետ եւ Սուրբ Հոգին կամ Աստված կամ Քրիստոս իր հետ է խոսում։ Եվ երկրորդը ինչ է անում, ինքը դառնում է այդ կեղծ հաճախ մարգարեն, որը որ իր շուրթերով Աստծո խոսքն է փոխանցում։ Զգուշ պիտի լինենք սրանից։ Որովհետև սա շատ տարածված է այսօր մեր օրերում ու սա շատ վտանգավոր է նաև մեր միջավայրում, որտեղ շատ կա։ Եվ պատկերացրեք, երբ որ սրա հետ էլ ասի Սուրբ Հոգին ինձ սենց ասեց, կամ Աստված ինձ սենց ասեց, ու հրաշք էլ անի մարդ, վերջ։ Ճնշող մեծամասնությունը կգնան այս մարդու հետ, որտեղ ասում Աստված ինձ սենց է ասել եւ հրաշք է գործում։ Մարդ էլ չի նա, եւ այնտեղ ինչքան էլ Հայկը կամ Պողոսը կամ Տեր-հայրը կամ քահանան կամ սրբազանը ասեն, բայց այդ մարդու ուսմունքինն է, այդ մարդու
տես ինչ է ինքը ուսուցանում, կասեն նախանձում ես, գնա, մենք տեսանք, այս մարդու խոսքը հրաշքով է։ Ու ստեղ է որ ամենադժվար բանն է, ու Քրիստոս ասում է իրանք կշեղեն ձեզ եւ անգամ նշաններ, այսինքն հրաշքներ էլ կանեն։ Ու այստեղ է գալիս այդ միտքը, որ ինչքան հնարավոր է մենք պիտի փորձենք ուսմունքի մեջ մնալ, որպեսզի անգամ հրաշք կոչվածը մեզ չշեղի եւ չտանի դեպի կործանում։ Եվ ինչու եմ սա ասում, որովհետեւ երբ որ մարդը կարող է այնպես ադամանդը կեղծել, որ մարդ ես չհասկանամ, մասնագետը հասկանա, որ սա իրական ադամանդա, դա թե կեղծ ադամանդա, ում տեսեք չար ինչքան կարող է կեղծել Քրիստոսի ճշմարտությունը, որ հաճախ մարդ չի հասկանում, բայց մասնագետն է, որ հասկանում է։ Եվ սա օրինակ վերեմ, ես մանուկ էի, երևի մի 7-8 տարեկան, երևի այդքան, մինչև 10 տարեկան, եւ տատուս ոսկի էին վաճառել, եւ ինքը ոգևորվել էր, որովհետեւ էժան ոսկի էր եղել, հետո երբ որ բերել էր, մենք կասկածներ ունենք, ոնց որ մի բան ինչի, հետո պարզվեց, որ դա պարզ մետաղի կտոր է, որը ոսկու հետ ընդհանրապես առնչություն չունի։ Ու շատ նեղվեցինք, բայց եղած է, եղել էր, եւ ինչու եղավ սա, որովհետեւ մենք պատշաճ գիտելիք չունեինք, թե ինչ է ոսկին ու ինչպես զատորոշել իրական ոսկին կեղծ ոսկից։ Նույն ուսմունքի պարագան է, եթե մեզ թվում է, թե մենք առանց որևէ գիտելիքի կարող ենք զատորոշել իրական ուսմունքը կեղծ ուսմունքից, մենք մեզ խաբում ենք։ Դրա համար գոյություն ունեն եկեղեցու վարդապետներ, մանավանդ սուրբ վարդապետները, որ այս 2000 տարեկան ու մեր եկեղեցու սրբերն են, որոնք որ մեզ օգնում են իբրև մասնագետներ զատորոշելու իրական ուսմունքը կեղծ ուսմունքից, ու սա ամենակարևոր բանն է, որովհետև այո, շատ նեղվեցի, որ ոսկին, ես էլ երեխա էի, ոսկի չէր, մետաղ էր, անիմաստ ու տենց էլ մնաց, բայց դա իմ կյանքի վրա, իմ ապագայի վրա էական փոփոխություն չբերեց, իմ փրկության վրա, հոգուս փրկության վրա դեր չխաղաց, բայց կեղծ ուսմունքը կարա իմ հոգու ու իմ ապագայի վրա ամենավատ դերը կատարել, ու դրա համար շատ ավելի զգոն պիտի լինենք, որ չգնանք այդ ուսմունքների մեջ ու չկործանվենք, մտածելով, թե ճիշտն ենք բռնել, արժեքն ենք բռնել, հրաշքն ենք տեսել։ Հասանք 23-ին, բայց դուք զգուշ եղեք, ահա առաջուց ձեզ ամեն ինչ ասացի։ Այստեղ շատ կարևոր է նախ այդ զգուշությունը, անդադար տեսնում ենք զգուշություն ու զգուշություն։ Քրիստոս, տեսեք, արդեն հաջորդ գլխում պիտի մատնվի։ Մատնության գլուխն է 14-րդ գլուխը։ Միջև մատնությունը ինչքան հնարավոր է Քրիստոս զգուշացնում է իր հետևորդներին, որ զգուշ եղեք։ Եվ այսօր մեզ է դա մնում, մենք էլ բնականաբար այդ զգուշությունը պիտի ունենանք։ Իսկ զգուշություն նշանակում է արթնություն։ Իսկ ինչու ասում, ահա առաջուց ձեզ ամեն ինչ ասացի։ Նախ ասում է նախապես եմ ձեզ ասել։ Եվ երկրորդը շատ կարևոր միտք, ամեն ինչ եմ ձեզ ասել։ Որտեվ հաճախ նույնիսկ երկրորդ դարից, առաջի երկրորդ դարից եղան գնոստիկներ, որոնք ասեցին, այո, ավետարանը ասել է ճշմարտություններ, բայց ամեն ինչ չի ասել։ Թաքնված գնոսիս գիտություն կա, որ մենք գիտենք։ Նույնը այսօր նաև մյուս կրոններն են ասում, այո, ձեր կրոնի մեջ, քրիստոնեության մեջ ճշմարտության նշույլներ կան, բայց ամեն ինչ չի ասված, մենք ավելին գիտենք։ Դրան հակառակ Քրիստոս շատ հստակ մի շատ կարևոր բառ է այստեղ ասում, ամեն ինչ ասացի ձեզ, ու այդ ամեն ինչն առաջից է ասել, այսինքն բան չի թողել, որը ես պիտի չիմանա։ Եվ եթե ես ունեմ պատշաճ գիտելիք կամ պատշաճ ինֆորմացիա, ուրեմն ես պատրաստ պիտի լինեմ դիմակայելու նաև փորձություններին։ Հիմա ավելի մանրամասներն է գալիս Տերը ասելով, բայց այդ օրերին, այդ նեղություններից հետո արեգակը պիտի խավարի եւ լուսինն իր լույսը չպիտի տա եւ աստղերը երկնքից վայր պիտի թափվեն եւ երկնքում զորությունները պիտի շարժվեն։ Ուրեմն սա նախ ուղիղ կարող ենք հասկանալ, որ երկնային այս անոթները, մարմինները, արեգակ, լուսին, աստղեր, իրենց հետ ինչ-որ մի բան է կատարվելու ու մանավանդ 15-րդ գլխում Մարկոսի, մենք հիմա 13-ի վրա ենք, պիտի տեսնենք, որ այդպես էլ եղավ, տեսանք, թե ինչպես Քրիստոսի խաչելության ժամանակ խավարում եղավ։ Ուրեմն սա ուղիղ անշուշտ կարող ենք հասկանալ եւ եկեղեցին բնականաբար ուղիղ հասկացել է, որ քանի որ Աստված ինքը արարիչն է,
ամբողջ տիեզերքի, ոչ թե միայն երկիր մոլորակի, ուրեմն այս ամեն ինչը նաև Աստված ինքը անելու է ցույց տալու համար այդ նշանները։ Բայց քանի որ միշտ Քրիստոսի ավետարանը բացի արտաքինից նաև խորն է ներթափանցում, սա նաև այլաբանական խորքային իմաստ ունի։ Իսկ ի՞նչ է խորքային իմաստը, ինչ կարող ենք հասկանալ արեգակ, լուսին եւ աստղեր։ Մարդիկ, ովքեր որ վերևում են, ովքեր որ լուսավորում են, ովքեր որ պայծառ են։ Եվ այդ մարդիկ, ովքեր որ լուսավորում են, վերևում են ու պայծառ են եւ նկատելի է իրանց քրիստոնեական աճը մյուսների նկատմամբ, այդ մարդիկ էլ պիտի զգուշ լինեն, որովհետեւ այդ փորձությունները որ կան, խաբեություններ լինի, ներքին դժվարություններ, ինչ են անելու, եթե ոչ այդ մարդկանց իջացնելու են ներքև, գցելու են ցած։ Հենց այս նույն վիճակին արժանացավ ինքը Արուսակը, չարը, որը վերևում էր, լուսաշող էր եւ ընկավ։ Եվ քանի որ սա շատ հնարավոր է ու սա իրականում կա ու վտանգավոր է, նույն ինքը Պողոս առաքյալը այս բանսին է խոսում։ Ոչ թե ասում է ես փրկված եմ, ուզում եմ կամ առաջի սլայդից եւ վերջ։ Այլ տեսեք ինչ ասում, 3 մեջբերում եմ կատարում, առաջի երկուսը առաջի Կորինթացիներից, ասում եմ առաջի Կորինթացիս 9-ի մեջ ասում եմ ճնշելով ամրացնում եմ իմ մարմինը եւ հնազանդեցնում այն, որպեսզի գուցե ես ինքս խոտելի չլինեմ այն բանում, որ քարոզեցի ուրիշներին։ Այսինքն դու քարոզում եւ ուսուցանում ես ուրիշներին, բայց դու ինքդ խոտելի ես։ Սա իրական փարիսեցիություն է։ Եվ հնում էլ կա, այսօր էլ կա, երբ որ տեսնում ես հոգեվոր անձը, ինչու՞ չէ նաեւ հոգեվորականը քարոզում է մի բան, ապրում է մեկ այլ ձև։ Սա ամենավատ բանն է։ Եվ Պողոս առաքյալը սա իմանալով ասում է ես անդադար ամրացնում եմ իմ մարմինը, որպեսզի հանկարծ ես ինքս չլինեմ այդպիսին։ Իսկ սա նշանակում է անդադար խոնարհվել, խոնարեցնել ինքդ քեզ, որտեղ այդ գոռոզությունն ու հպարտությունը ամենավտանգավոր բանն է, որ վերևից ընկնես ներքև։ Երկրորդը 10-րդ գլխի մեջ է, հաջորդ գլխի մեջ է, երբ որ ասում է այսպես ուրեմն ով կարծում է թե կանգնած է հաստատ, թող զգուշ լինի, գուցե թե ընկնի։ Իրապես երբեմն եւ սա ոչ միայն նյութական գումար ունեցող կամ պաշտոն ունեցող մարդկանց է, այսպես բնորոշ, այո, մեկը որ բավական հարուստ է կամ մեծ պաշտոն ունի, արդեն կեցվածքից, արդեն խոսելուց հասկանում ես, որ ինքն իրան շատ բարձր է կարծում, ինքն իրան հաստատուն է կարծում, ինքնավստահ է կարծում, եւ սա բոլորս էլ տեսնում ենք, բայց սրա հոգեվոր երեսն էլ կա, շատ հաճախ նույն հոգեվոր բարձրության, որոշակի բարձրության վրա գտնվող մարդիկ էլ իրան շատ հաստատ են կարծում։ Ես ինքս էլ պահ ա եղել, եւ սա խոստովանանք է, որ ինձ կարծել եմ հաստատուն, ամուր ոտքերի վրա կանգնած։ Եվ հետո հասկացել եմ, թե մի փորձությունից ինչպես եմ այսպես ցնցվել եւ հասկացել եմ, թե ինչքան թույլ եմ։ Ու սա լավագույն օրինակն է, ու երբ որ հետո Պողոս առաքյալի նման մարդուն ես ընթերցում, որը մեծագույն սրբերից է հայրերի խոսքով ասած Աստվածային Պողոսը, հասկանում ես, որ սա մեծագույն նաև օրինակ է մեզ։ Մի կարծեք երբեք, ով ուզում ես լիղ եղի, որ դու այնքան հաստատուն ես քո հավատքի կյանքում, որ ինչ էլ լինի դու ոտքիդ վրա կմնաս։ Զգուշանանք, մշտապես այդ խոնարհությունը ունենանք, մշտապես առաջի Երանիի նման միշտ մուրանք Քրիստոսի ինչը հոգին, որովհետև ասում է Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայություն, միշտ մուրացող ես, ոչ թե դու էլ կարիք չունես, այլ դու անդադար Քրիստոսի ողորմությունը, Քրիստոսի հոգին մուրում ես եւ դրանով լինում ես խոնարհ ու երբեք չես թույլ տալիս, որ այդ գոռոզության վիճակին հասնես, որտեղ ինչպես որ ասացի, գոռոզությունը եւ նյութը կարող է քեզ գոռոզության տանել, եւ նաեւ հոգեվոր որոշակի հասակը։ Եվ դրա համար էր, որ արդեն Թեսաղոնիկեցիս երկրորդ գլխի մեջ Պողոս առաքյալը նաև լուծումներ տալիս, ասելով ուրեմն եղբայրներ, հաստատ մնացեք եւ պինդ պահեցեք այն ավանդությունները, որ սովորեցիք թե խոսքով եւ թե մեր թղթով։ Այսինքն մեր փոխանցած առաքելական ուսմունքը, ինչի մասին ես այսքան խոսում եմ այսօր, հաստատ պահեցեք, պինդ պահեցեք եւ հաստատ մնացեք դրանց մեջ։ Սա է գաղտնիքը, որ կարողանանք այս դժվարությունները հաղթահարել։ Եվ հիմա այս դժվարություններից հետո է որ տեսանք պատերազմներ, դժվարություններ, կեղծ մարգարեներ, կեղծ Քրիստոսներ, դրանից հետո արդեն եկան այս մյուս վիճակները,
հիմա նոր գալիս է Քրիստոս։ Եվ ասում այն ժամանակ պիտի տեսնեն մարդու որդուն եկած ամպերի վրայով, զորությամբ եւ բազում փառքով։ Ընդհանրապես բոլոր քրիստոնյաների մտատիպարը կամ target-ը, այս բառը երբեմն մի քանի հոգի ասում են, նպատակակետը Քրիստոսի երկրորդ գալուստն է։ Ու դրա համար պատահական չի, որ մեր հայրերը բոլոր եկեղեցիներում, գոնե մեր մայր հայրենիքում, միշտ խորանը դեպի արևելք են դրել։ Մենք էլ այս եկեղեցին ենք փորձել արևելք անել, հարավ-արևելքա, որպեսզի Քրիստոսին դու միշտ դեմքով ընդունես, դու պատրաստ լինես Քրիստոսին դիմավորելու, որովհետև քո կյանքի ամբողջ նպատակակետը Քրիստոսի գալուստին պատրաստ լինելն է, ոչ թե մեջքով, ոչ թե քնած, այլ միշտ պատրաստ։ Եվ դրա համար է, որ միշտ մեր խորանները դեպի արևելք են նայում։ Եվ ինքնին սա նշանակում է մի բան, որտեղ Քրիստոս եկավ գործը կատարեց, բայց կիսատ չակերտավոր կիսատ թողեց լրացնելու խոստումով։ Կիսատ թողեց, որովհետև ուզեց, որ եկեղեցին շարունակի դա, իսկ երկրորդ գալուստով ամբողջացնում է, անգլերեն բառը fulfillment, կատարումը, ամբողջացնում է։ Դիտավորյալ էր, ոչ թե սա թերի էր, այլ թողեց, որ եկեղեցին իր գործը կատարի, շարունակի իբրև ճշմարիտ մարմինը Քրիստոսի, որպեսզի ինքը հետո գա եւ ամբողջացնի ամեն ինչ։ Իսկ սա ինքնին նաեւ հիշատակում էր Դանիելի մարգարեության, նախորդ անգամ էլ ձեզ ասացի, որ հայերեն Դանիելի տարբերակը եւ անգլերեն այսօրվա, որ ընթերցում են շատերը տարբերակը գլուխների տարբերություններ ունի, ինչպես որ Սաղմոսած մեջ էլ սա կա, հայերենով 8-րդ գլխի, իսկ անգլերենով 7-րդ գլխի մեջ 13-14 այս միտքը կա, որ ասում է գիշերային տեսիլքում Դանիելն է տեսիլքը տեսնում մարգարեն, տեսնում էի, որ ահա երկնքի ամպերի միջից գալիս էր մեկը մարդու որդու նման եւ հասնում էր ծերունուն։ Նա բերվեց նրա առջև, նրան իշխանություն, պատիվ եւ արքայություն տրվեց, բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները պիտի ծառայեն նրան, նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որ չի անցնի եւ նրա թագավորությունը չի կործանվի։ Եվ խորքի մեջ այն ինչ որ Քրիստոս էր ասում եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու որդուն եկած ամպերի վրայով զորությամբ եւ բազում փառքով, նաեւ հիշատակությունն էր Դանիելի այս մարգարեության։ Ու պատահական չի ընտրված բառերը մարդու որդի, որտեղ մարդու որդին Դանիելի մոտ նաեւ հենց իրականում հենց Քրիստոսի մասին է խոսում։ Ուրեմն նաև այստեղ շատ հետաքրքիր մի միտք կա, որ մեր ամբողջ նպատակը սա է, իսկ դրա նախաճաշակը, փառքով գալու նախաճաշակը կամ փառքի մեջ Քրիստոսին տեսնելու նախաճաշակը մենք Մարկոս 9-ում սերտեցինք այլակերպության դրվագի մեջ, երբ որ Քրիստոս այլակերպեց եւ այդտեղ էին իր երեք առաքյալները Պետրոսը, Հակոբոսը եւ Հովանեսը եւ այնքան հաճելի էր իրենց այլակերպության լեռան վրա, որ չէին ուզում իջնել։ Այսինքն ինքը որոշապես նաև ցույց տվեց, թե այդ փառքը, որ լինելու է, ինչպիսին պիտի լինի։ Եվ այդտեղ էր նաև երկու մեծերն էին այդտեղ, Եղիան ու Մովսեսն էին այդտեղ, մեկը իբրև օրենքը տվող, մեկը նաև մարգարեների ներկայացուցիչը, որ նաև ցույց էր տալիս, որ ննջածները եւ ողջերը իրար հետ միավորվելու են Քրիստոսի արքայության մեջ, որտեղ հայրը պիտի վկայեր որդու համար եւ Սուրբ Հոգին էլ իբրև ամպ Հովանի պիտի լիներ։ Այս սա երկնքի արքայության մանրակերտն էր, որ Քրիստոս մի պահ ուղղակի ցույց տվեց աշակերտներին եւ նաեւ ի վերջո աշակերտներն էլ վկայեցին մեզ, որպեսզի մենք իմանանք, որ սա իրականություն է եւ ոչ թե հեքիաթ, որ իրականում իրենք տեսել են եւ սա պիտի լինի։ Հասանք 27-ին։ Ասում է եւ այն ժամանակ պիտի ուղարկի իր հրեշտակներին եւ պիտի հավաքի իր ընտրյալներին 4 կողմերից, երկրի ծագերից մինչեւ երկնքի ծագերը։ Այս պահը միշտ մանրանկարիչներ կամ նկարիչներ փորձել են պատկերել Քրիստոսի երկրորդ գալուստը այդ փառքով, այդ զորությամբ, այդ իր հրեշտակներով, այդ լույսով։ Եվ ինչքան էլ փորձում ես պատկերել, միևնույնն է, բնական է, մարդու երևակայությունը չի կարող ամբողջությամբ պատկերացնել, թե ինչա կատարվելու այնտեղ։ Բայց սա մի մեծ բան է, որին բոլորը սպասում են ու կապ չունի ննջել ես, այսինքն մահացել ես, թե չէ, բոլորս պիտի հարություն առնենք համաձայն մեր հավատքի եւ պիտի ականատես լինենք այդ մեծ փառավոր օրվան, որ Քրիստոսի երկրորդ գալուստն է։ Հետաքրքիր է այստեղ նաեւ արդեն հրեշտակների ներկայությունը ու մի քանի անգամ, եթե ուշադրություն դարձեցիք, Մարկոսը այստեղ օգտագործում է ընտրյալ բառը։
Նախ հասկանանք, թե ինչի է Տեր ուղարկում հրեշտակներին, որը նշանակում է նախ եւ առաջ, որ ինքն Աստված է, որտեղ որևէ մեկը չի կարող հրեշտակներին այստեղ կամ այնտեղ ուղարկել։ Մարդը չի կարող ուղարկել։ Հրեշտակն էլ հրեշտակին չի կարող ուղարկել։ Միայն Աստված կարող է ուղարկել, որովհետև հրեշտակ բառացը ինչ է նշանակում։ Պատգամաբեր, messenger։ Այսինքն մեկի messenger-ը որպեսզի լինես, այդ մեկը պիտի լինի, եւ այս դեպքում Աստված ինքն է, Հիսուսն է այդ մեկը, որ իր messenger-ին, պատգամաբերին ասում է գնա այս կողմ կամ այն կողմ, ուղարկում է այլտեղ։ Ուրեմն սա այստեղ Քրիստոսի աստվածությունն է խոսում, ինչու որտեվ հետո պիտի գա միտեղ, որ մեր համար շատ դժվար տեքստ է լինելու, որ ասի որդին չգիտի այդ օրվա մասին, ու շատ աղաններ դեռևս 3-րդ դարից սկսած արիոսականների նման պիտի ասեն, ուրեմն որդին ցածր է եւ հոր հետ հավասար չի, ու այսօր սա շատ է տարածվում։ Բայց ուզում եմ այստեղ տեսնենք, որ ինքը հստակ ասում է, որ ես Աստվածն եմ, եւ ես եմ ուղարկելու հրեշտակներին այստեղ կամ այնտեղ։ Ուղարկում եմ ընտրյալների համար, հետաքրքիր միտք է, ոչ թե բոլորին է համար է ուղարկում, որ հրեշտակները գրեն, այլ կոնկրետ ընտրյալների համար է, որոնք իրենն են, որոնք իրեն ընդունել են, եւ այդ դժվարությունների միջև, այդ փորձությունների միջով անցնելուց հետո մնացել են հավատարիմ։ Կոնտեքստը դա է։ Դժվարություն, փորձություններ, սուտ մարգարեներ, սուտ Քրիստոսներ, ու երբ որ այս բոլորի մեջով անցնում ես ու կարողանում ես հավատդ ու ինքնությունդ պահել քրիստոնյայի, արդեն սա վարձատրության պահն է, երբ որ ինքը ուղարկում է իր հրեշտակներին, եւ ուղարկում է ամենուր, աշխարհի ասում է 4 ծագերը, 4 ծայրամասերը։ 4 ծագեր նշանակում է նաեւ ծայրամաս, որտեղ հաճախ հայերենում հենց այսպես այդ բառն էլ օգտագործում ենք։ Վայրեր, որտեղ ցրվել ենք մենք, եւ բերում է հետ դեպի կենտրոն։ Եվ սա նաեւ իրականության մեջ որոշ հայրեր տեսել են իբրև ներգաղթի լավագույն օրինակ, մանավանդ հրեական իրականության մեջ, որտեղ հրեաներն էլ մեր նման միշտ ցրվել են աշխարհով մեկ, բայց միշտ երազել են վերադառնալ իրենց մայր երկիրը ու միշտ այդ կենացնել ունեն, շատերս գիտենք, մյուս տարի Երուսաղեմում, այսինքն վերադառնալու ենք, ներգաղթելու ենք մեր երկիր։ Եվ սա մեր հետ էլ, մեր ազգի հետ էլ շատ է խոսում, կոնկրետ այս պահին մեզանից յուրաքանչյուրի հետ, ով ստեղ մեծավ մասամբ ստեղ Հայաստանից եկածներ են, որ ինչքան էլ ուզում է այս երկրում մենք ինչ որ ձև հաստատված լինենք, միևնույնն է, ես գոնե իմ անունից խոսեմ, սա իմը չի, որովհետև իմ մայր հայրենիքը այնտեղ է, եւ այս 4 կողմերից կանչելը, նաեւ ինչ որ չափով եւ հոգեվոր իմաստով եւ նաեւ մարմնական իմաստով դա է, որ մենք պիտի գնանք այնտեղ, որին որ մենք պատկանում ենք։ Իսկ մենք պատկանում ենք Աստծուն, իսկ մենք պատկանում ենք մեր հողին ու ջրին։ Բայց մենակ հողի ու ջրի գաղափարը չի, ասում է երկինքը եւ երկիրը, երկրի ծայրերը եւ երկնքի։ Այստեղ նաեւ խոսում է այն մասին, որ Քրիստոս ոչ միայն երկրավորների արքան է, այլ նաեւ երկնավորների արքան է, այսինքն ինքը բոլորի արքան է, ու հենց այստեղ է նաեւ, որ շատ կարեւոր է անդրադառնանք, որ ինքը տիեզերքի ուրեմն արքան է։ Հետաքրքիր մի միտք կար, եթե ընթերցեցիք այս ուղարկածս հայրերի մեկնությունները, չգիտեմ ովքեր են տեսել, եթե ընթերցել եք, այդտեղ Օգոստինոս Երանելին Ադամ բառն է բերում, եւ Ադամ բառը ասում է ինքը, եթե տառերով գնանք, խորհրդանշում է հետեւյալ բան։ Անատոլ բառն է, որ նշանակում է արևելք, ասում է դն, դիսիս, որ արևմուտք, անորից մյուս ան Արկտոս, որ հյուսիս, եւ մն Մեսեմբրիա, որ հարավ։ Սա ասում է խորքի մեջ ինքը 4 ծագերը արևելք, արևմուտք, հարավ եւ հյուսիս, որ ուղարկում էր, ինքը Ադամի համար էր ուղարկում, որ այդ 4-ը պիտի միավորվեն եւ մարդը, որը որ ցրվել էր կենտրոնից դրախտի պարտեզից, եկավ ու վերականգնվեց ու դարձավ նորից այնտեղ եկավ, որտեղի համար ինքը կոչված էր։ Շատ հետաքրքիր էր նաև այս միտքը, որ փաստորեն ինքը հետ է բերում Ադամին, մարդուն, այն Ադամին, որը որ մեղքի պատճառով ցրվել էր տարբեր տեղեր։ Իմիջայլոց հետաքրքրորեն, եթե մենք, չգիտեմ, ընթերցել ենք թե չէ, խորհուրդ կտամ ընթերցենք, շնորհալու հրաշալի գիրքը, թուղթ ընդհանրականը, որ իր պատգամն է, իր կոնդակն է, իր նամակն է, ամբողջ հայության, հենց ամենասկզբից այդ է խոսում, որ մենք մեր մեղքերի պատճառով ցրվել ենք աշխարհով մեկ, ինքն է լինելով Կիլիկիայում այդ պահին,
եւ աղոթքը նա է, որ վերականգնվենք, վերադառնանք։ Այսինքն այդ ցրվածություն գաղափարը շատ հաճախ եւ Սուրբ գրքում եւ սրբերի գրականության մեջ մեղքերի հետ է կապված։ Եվ շարունակում է ասում է, բայց դուք այդ թզենուց սովորեցեք առակը, հենց որ նրա ոստերը կալքրեն եւ նրա վրա տերև դուրս գա, իմանում եք, որ ամառը մոտ է, նույնպես եւ դուք։ Երբ այս բոլորը կատարված տեսնեք, իմացեք, որ նա մոտ է դռների առջև։ Նախ հետաքրքիր է այս վերջի օրերի մասին, որ Քրիստոս խոսում է, երկու անգամ առակով է խոսում։ Եվ այս կոնտեքստի մեջ մենք առակները եւ սա կտեսնենք եւ մյուսը։ Եվ ինչու առակ։ Ուզում եմ հիշեցնել, մենք այս մասին խոսել ենք։ Նախ որովհետեւ առակը մեզ երկու իմաստ ունի։ Պարաբոլեի բառն է, որ պարաբոլայի նման է, միշտ ասում եմ, այսինքն ուղիղ իմաստը չես հասկանում, բայց ընդհանուր իմաստն ես հասկանում։ Այլ խոսքով դու դեռ մտածելու տեղ ունես, բայց միևնույն ժամանակ առակն էլ հեշտացնում է, որտեղ կենցաղի հետ է քեզ բերում։ Ի տարբերություն հեքիաթների, Քրիստոսի առակները միշտ իրականությունից են վերցված։ Հեքիաթում կարող է կենդանին խոսի, չգիտեմ, քամին անձնավորվի, չէ՞։ Քրիստոսի մոտ երբեք այդպիսի բան չեք տեսնի։ Ինքը բերում է իրականությունը, ձուկը, ծառը, թթխմորը, որևէ այլ բան, այս դեպքում մենք հիմա պիտի տեսնենք թզենին, բայց երբեք ինքը չի տանում պատրանքի, այլ իրականության։ Բայց ինչու թզենի։ Եթե կհիշեք, նախորդ գլխում մենք տեսանք, թե ինչպես Քրիստոս թզենուն անիծեց եւ թզենին չորացավ, որովհետեւ պտուղ չտվեց, պտուղ չուներ։ Ու այս մասին ես խոսեցի, չեմ ուզում նորից կրկնվել։ Ինչու ենք այսքան թզենու մասին խոսում։ Գանք ամենասկզբից, երբ որ Ադամն ու Եվան մեղանչեցին, իրենք թզենու տերևով էին փորձում իրենց մերկությունը ծածկել։ Սա նշանակում է, դրա համար միշտ հայրերը սրա մեջ այդ այլաբանությունն են տեսնում, որ թզենին եւ էլ նորն էր տերևը ընկել էր, մարդու ձեռքերի նման է եւ ինքը խորհրդանշում է մարդու ներքին կարողությունը, մարդու ուժերը, որ մարդն է ի վերջո եւ այս մարդը ինքը պետքա հասունանա եւ այդ մարդու ամբողջ նպատակը ծիլ տալն է, պտուղ տալն ու հենց այստեղ էլ նորից թզենու օրինակն է վերում, որ ոչ միայն նաեւ մարդ կարող են դիտել, այլ նաեւ ազգ ու մարդկություն եւ հենց սա է, որ արդյոք պատրաստ է թզենին թե չէ։ Իսկ երբ է պատրաստ լինում թզենին, երբ ընդհանրապես բերքահավաք լինում, ամռանը։ Եվ փաստորեն ինչի բերքահավաք, ինչու ամառ է շեշտում, որովհետեւ ամառը բերքահավաք է եւ Տերը ինքը գալու է բերքը հավաքելու։ Եվ դրա համար էր, որ գնաց բերք ուզի ու բերք չկար։ Հիմա ասում է ամառն է սա լինելու եւ պատրաստվեք ամառվան, այսինքն պատրաստվեք բերքահավաքին։ Գալու եմ ձեր բերքը հավաքելու, տեսնեմ թե ունեք բերք թե չունեք եւ երկրորդը ինչպիսի բերք եք տվել։ Վատ բերք թե լավ բերք, որտեվ սա էլ է շատ կարեւոր։ Կարող ես ունենալ բերք, բայց այդ բերքը ուղղակի իմիջ այլոց ինչպես ինչ որ մի բերք լինի։ Այս դեպքում նաեւ պիտի ունենանք լավ բերք։ Սա է նաեւ այլաբանորեն քրիստոնյայի կերպարը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չի անցնի այս սերունդը, մինչև որ այս բոլորը կատարվեն։ Հետաքրքիր է, նորից շատ կարևոր է, որ մենք չհասկանանք ամեն ինչ ուղիղ, տառացի, literally։ Որովհետև եթե ուղիղ ու տառացի հասկանանք, սերունդը 20-25 տարի է։ Հնում մինչև 40 են հաշվել սերունդը։ Բայց նույնիսկ եթե 40-ը, ասում է սերունդ չի անցնի, եթե թիվ ենք տեսնում, տարի ենք տեսնում, որ այս ամենը չկատարվի։ Եվ փաստորեն, եթե տենց լիներ, քրիստոնեությունը առաջի դարում պետքա վերջացած լիներ, որտեղ արդեն Քրիստոսից հետո 2 սերունդ անցավ, բայց Քրիստոս չեկավ ու վերջին այս օրերը չկատարվեցին, իրեն երկնքում ամպերի վրայով եկած չտեսան։ Բայց արյուտես, որ իրական քրիստոնյաները տառացի չէին հասկանում ու ոչ թե քրիստոնեությունը վերացավ, այլ ավելի տարածվեց, ավելին լայնվեց, որովհետև հին մտածող քրիստոնյայի համար տարիների հարց չէր սերունդը, այլ այստեղ հաջորդականության հարց էր, ինչպես որ մեր կյանքում էլ կա։ Սերունդը շարունակվում է, երբ որ հորից որդի է գնում, նորից հորից որդի է գնում, հորից որդի է գնում։ Դրա համար շատ հաճախ ասում ենք սերունդի շարունակողն է։ Եվ սա է ամբողջ իմաստը, սերունդի մասին է խոսքը։ Երբ որ սերունդը կավարտվի, ու այս դեպքում մարդկային սերունդը կավարտվի, այսինքն այլևս չի լինի շարունակականություն, այդ ժամանակավոր
վերջո վերջն ա գալու։ Դրա համար այստեղ նաև անգլերենով ուզեցի գրել, որտեղ մի քիչ տերմինոլոգիա կա։ Generation is not about years, but succession. When succession ceases, generation ends. Երևի սրանից է, չգիտեմ։ Ներող կլնեք, մեկ-մեկ այս մայկրոֆոնը բանամ։ Ուրեմն երկինք եւ երկիր կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Այստեղ Գրիգոր մեծը ուրիշ մի միտք էր ասել, եթե չգիտեմ նայեցիք թե չէ, բայց շատ հետաքրքիր էր, ասում էր ոչինչ այնքան մնայուն չէ, որքան երկինքն ու երկիրը, եւ ոչինչ այնքան անցողիկ չէ, որքան խոսքը, որը չես կարող շոշափել, բռնել, հոտոտել եւ որը ասելուց հետո անհետանում է։ Սակայն երկինքն ու երկիրը կանցնեն, Տերն ասում է, բայց իմ խոսքը կմնա, քանի որ Տերն իր խոսքով է ստեղծել ամեն ինչ։ Տիրոջ խոսքը ավելի զորեղ է, ու ավելի մնայուն է, քան tangible, շոշափելի արարչագործությունը։ Ու դրա համար սա նաև ինձ հիշեցնում է Հովհաննու ավետարանի առաջի գլուխը, որ ավետարանիչն ասում է սկզբից էր խոսքը, այսինքն բանը, եւ շարունակում էր նրանով ամեն ինչ եղավ եւ առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է։ Ուրեմն այս խոսքը, որ Աստծո խոսքն է, ավելի զորեղ է, քան ամբողջ արարչագործությունը ինքնին։ Եվ նաև սրա շարունակությունը շատ կարևոր է, խոսքը հավիտենական է։ Ասում է ամեն ինչ կանցնի, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Եվ հետաքրքիր է, այստեղ նաև տեսնում ենք նորից Քրիստոսի աստվածությունը։ Այն խոսքը, որը ստեղծեց երկինքն ու երկիրը, այդ նույն խոսքը այսօր Քրիստոս իր շուրթերից է արտահայտում ու ասում է այդ խոսքը հենց իմ խոսքն է, որ ավելի զորեղ է, քան որևէ երկինք եւ որևէ երկիր։ Ուրեմն արարչագործության ժամանակ խոսված այդ խոսքը նույն Քրիստոսի այսօրվա խոսքն է, որը ավելի զորեղ է, քան որևէ արարչագործություն։ Եվ սրա հետ մեկտեղ նաև նորից տեսնում ենք Քրիստոսի մեծ աստվածությունը։ Եվ ինչու եմ սա ասում, որովհետև հիմա գալու է 32-րդ համարը, որ ասում է սակայն այդ օրվա եւ ժամի մասին ոչ ոք չգիտե, ոչ հրեշտակները երկնքում եւ ոչ էլ որդին, այլ միայն Հայրը։ Նախ միջև Քրիստոսի զորության մասին խոսել, ուզում ենք հասկանանք օր եւ ժամ գաղափարը։ Քրիստոս մի քանի անգամ այս մասին խոսում է։ Եվ որոշ հայրեր սա նույնացնում են Քրիստոսի խաչելության կամ փառավորման հետ, որովհետև ինքը հաճախ ասում էր դեռ ժամս չի հասել, դեռ օրս չի հասել, օրինակ Հովհաննես 12-ում ասում է հասավ ժամանակս։ Այսինքն այստեղ ոմանք սա նկատում են Քրիստոսի խաչելության հետ ու ասում են, որ որևէ մեկը չգիտեր, թե Տերը երբ պիտի փառավորվի, բայց Քրիստոս հենց այդ ժամի համար էր, որ եկել էր աշխարհ։ Սա առաջին միտքն է։ Բայց խորքի մեջ ինչ բացատրություններ կան։ Մի քանի բացատրություն եմ ուզում ձեզ տալ, բացի այս մեկից եւս 3, ոմանք ասում են, որ այստեղ իբրև մարդ էր ասում Քրիստոս, որ ես ժամանակը չգիտեմ, բայց իբրև Աստված ինքը բնականաբար ժամանակը գիտի։ Ինչ է լինի պարագան, Սուրբ Գիրքը շատ հստակ է։ Հիսուս Քրիստոս ինքը ժամանակների ստեղծողն է։ Ինքը ամեն ինչի ստեղծողն է, ինքը չի կարող ժամանակը չիմանալ։ Սո այս դեպքում իրապես բացատրությունը մի քանիսն են, որ ուզում եմ ձեզ փոխանցել, որ կամ որը որ ինձ համար քիչ համոզիչ է ու քաղաքեդոնականություն է տանում, որ իբրև մարդ չգիտեր, բայց իբրև Աստված գիտի։ Մյուսը, որը որ ավելի համոզիչ է անկալ ուղղափառ մտայնությամբ, ինքը ասում էր, որպեսզի շատ հաճախ իրեն չհարցնեն, այսպես կոչված հարցերով չխեղդեն, որովհետև երբեմն Աստված ասում է մի բան կամ կարծես թե ցույց է տալի թե չգիտի, բայց բնականաբար գիտի, օրինակ, երբ որ Ադամին հարցրեց՝ ուր ես դու, կերար արդյոք այդ հացից։ Բնականաբար ինքը գիտեր, թե Ադամը ուր է ու բնականաբար գիտեր, որ կերել է, կամ երբ որ Աբրահամին ասեց, որ Աբրահամը արդեն պիտի զոհաբերեր իր որդուն, ասեց մի զոհաբերի, արդեն իմացա, որ դու ինձ շատ ես սիրում։ Բնականաբար Աստված գիտեր, որ Աբրահամը իրեն շատ է սիրում, եւ այս մոտեցումը կա, որ Քրիստոսը ասում է աշակերտների համար, որպեսզի աշակերտները չփնտրեն այդ օրը եւ իրեն էլ չնեղացնեն, բայց հստակ ինքը գիտի։ Մյուսը, որ Քրիստոս մեզ օրինակ ցույց տվեց, որ մենք չփորձենք այդ օրը փնտրել։ Նախորդ անգամ
եթե կհիշեք, ես խոսեցի 2012 թվականի այդ վիճակի մասին, որ աղանդավորներն ասեցին, մենք օրը գիտենք, այսօրնա Քրիստոս գալու եւ խայտարակեցին շատ քրիստոնյաների, մանավանդ աթեիստներն ու մուսուլմանները այդ շրջանում ձեռք էին առնում, որ դուք չեք այդ քրիստոնյաները, որ օր եք ասում աշխարհի վերջն է գալու եւ աշխարհի վերջը չեկավ եւ ես ասացի, որ մանավանդ 1800-ականներից ադվենտիստներ, Եհովայի վկաներ, այս բոլոր ուղղությունները անդադար օրեր էին որոշում, թե երբ է աշխարհի վերջը լինել, օր ու ժամ։ Իսկ Քրիստոս ասում է՝ մի փնտրեք դա։ Իսկ ինչու ասում մի փնտրեք դա, որովհետև դրանով մենք մեզ ավելի ենք վնասելու, այս մասին խոսամ։ Իսկ այստեղ նաև ուզում էր մեզ օրինակ ցույց տալ իր իսկ օրինակով իբրև մեծագույն ուսուցիչ եւ սրա լավագույն պատկերը մենք տեսնում ենք մկրտության օրինակով։ Մենք մկրտվում ենք, որպեսզի մեղքերից մաքրվենք։ Քրիստոս նույնպես մկրտվեց, բայց Քրիստոս մկրտվեց մեզ օրինակ ցույց տալու համար, ինքը մեղք չուներ, որ մաքրվեր մկրտությամբ։ Եվ սա է, որ Հովհաննես Մկրտիչը զարմացած ասում է. ես քեզնից պետք է մկրտվեմ, դու ես ինձնից ուզում մկրտվել, ու Քրիստոս պնդում է, որ այո։ Կամ երբ որ Գեթսեմանի պարտեզում Քրիստոս տագնապում է եւ այստեղ մենք կարծես թե տեսնում ենք, որ Քրիստոս թուլացավ, բայց խորքի մեջ սա նորից օրինակ էր, կոնկրետ մեր համար, որ երբ որ փորձությունները գալիս են, դուք աղոթեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Այսինքն բաներ կան, որ Քրիստոս անում էր ոչ թե իր համար, այլ իբրև օրինակ էր ցույց տալիս մեզ, որպեսզի մենք սովորենք։ Մեկ այլ նաև մոտեցում կա, որ էլի համոզիչ է, որ ինչպես նոր մի քիչ մեջ բերեցի Դանիելի մարգարեությունը, այստեղ էլ Տերը Դանիելի մարգարեությունն էր հիշեցնում, կոնկրետ մեջ ա բերում Դանիելի մարգարեությունը։ Եվ տեսնենք, թե արդյոք Դանիելի մարգարեությունը ու այսօրվա մեր ընթերցածը կապ ունի իր հետ, թե չէ։ Այսինքն ինքը հիշեցնում է, որ սա ինչ որ գրված էր, կատարվում է։ Ասում այն ժամանակ պիտի ելնի Միքայել մեծ իշխանը, որ քո ժողովրդի որդիների գլխավորն է, պիտի լինի նեղության ժամանակ նեղություն, որպեսզի չի եղել այն օրից, երբ ժողովուրդն առաջացավ երկրի վրա, եւ այն ժամանակ պիտի փրկվի քո ժողովուրդը, ինչպես որ այս բոլորի մասին գրված է գրքերում։ Երկրում հողի մեջ ննջածներից շատերը հարություն պիտի առնեն, ոմանք հավիտենական կյանքի համար եւ ոմանք հավիտենական նախատինքի ու ամոթի համար։ Իմաստուն մարդիկ պիտի ճառագեն իբրև երկնակամարի լուսատուներ, իսկ արդարներից շատերը առավել եւս իբրև հավիտենական աստղեր։ Եվ դու Դանիել գախնի պահիր այդ խոսքերը եւ կնքիր այդ գիրքը մինչեւ ժամանակի վախճանը, մինչեւ շատերն ուսանեն եւ շատանա իմաստությունը։ Նախ իրապես Դանիելի 13-րդ գլխի այս հատվածը ու Քրիստոսի խոսքերը շատ նման են։ Նորից վերջի ժամանակներ եւ այլն ու Քրիստոս հստակ է նաեւ մեջ վերում սա։ Բայց վերջի նախադասություններն եմ ես ընդգծել, որ Աստված Դանիելին ասում է, սա գախնի կպահես։ Ինչու գախնի կպահես, որովհետեւ պատրաստ չեն դեռ հասկանալ մարդիկ։ Մինչեւ շատերը ուսանեն եւ շատանա իմաստությունը։ Ահա նաեւ որոշ մասնագետներ ասում են, սա էր որ Քրիստոս ասում էր ու սրա համար ինքը գախնի պահեց, որպեսզի մեր իմաստությունը նաև շատանա ու մենք կարողանանք հասկանալ։ Իսկ այն, որ Քրիստոս ունի ամբողջ գիտությունն ու իմաստությունը, Կողոսացիսի մեջ շատ հստակ է, երբ որ Պողոս Առաքյալը ասում է Հիսուս Քրիստոս կամ Քրիստոս Հիսուս, որի մեջ պահված են գիտության եւ իմաստության բոլոր գանձերը։ Հիսուս Քրիստոսի մեջ է պահված գիտության եւ իմաստության բոլոր գանձերը։ Ուրեմն իր մեջ չկա մի բան, որ թերի է, ու այստեղ էս ամբողջը արեց բան։ Ու վերջի բանը ինչ է։ Կոնտեքստի մեջ եմ խնդրում նայենք։ Կոնտեքստը հետեւյալն է։ Մարդ հարարած, այդ օրերի համար դու այդ օրերի մասին ոչ թե օրը մտածի, այլ պատրաստվիր այդ օրվան։ Զգուշ եղիր, հիմա հսկեցեք եւ աղոթեցեք, քանի որ չգիտեք, թե երբ է ժամանակ։ Ամբողջ կոնտեքստը սա է։ Ուրեմն տեսեք ինչ է այստեղ շատ կարևոր։ Ասում է վերջին օրը մեզանից ծածկված մեր իսկ օգուտի համար, այլապես մենք գայթակղությանը չէինք դիմանա եւ կուզեինք վայելել աշխարհը եւ դառնալ սանձարձակ։ Ինչ ուզում ես ասա, մարդուն հատուկա moral boundary-ները հատել։ Եվ եթե գիտես, որ կոնկրետ էս ինչ օրն ես մահանալու, կոնկրետ էս ինչ օրը, էս ինչ պահին,
Իսկ աշխարհը գայթակղում է քեզ, ինչպես որ չարը ասես, դες ինչ քաղցր է այս պտուղը, չկա երևի մեկը, որ չի գայթակղվել երբևէ, բացի Քրիստոսից, ուրեմն մենք գայթակղության ճանապարհի մեջով ենք անցնելու, եւ ինչքան շատ ենք անցնելու այդ ճանապարհով, մտածելով, որ դեռ օր ունեմ, այս ինչ օրն է իմ վերջը, այնքան ավելի ենք ճահիճի մեջ թաղվելու, եւ երբ որ օրը գա, մենք չենք կարողանալու այդ ճահիճից դուրս գալ։ Ու դրա համար է, որ Քրիստոս ոչ մեր մահվան օրն է մեզ թողել, որ իմանանք, ոչ էլ նաեւ աշխարհի վախճանի օրը, որպեսզի մշտապես արթուն լինենք եւ անդադար ձգտենք դեպի ինքը։ Եվ սա է շատ կարևոր, որ հասկանանք։ Իսկ ինչ է նշանակում ձգտել դեպի ինքը, նշանակում է հսկել եւ աղոթել։ Հսկել նշանակում է արթուն լինել, հսկիչ։ Միշտ հսկում ես, միշտ արթուն ես։ Եվ այդ արթնությունն ինքնին նաեւ իր հետ պիտի բերի աղոթք։ Ու այստեղ հայրերից մեկը հետաքրքիր մի միտք էր ասում, որ ասում է ոչ բոլոր արթուն, գիշերն արթուն մնացողներն են աղոթող, եւ անկեղծ լինենք, այդպես է։ Հաճախ ինտերնետ ես նայում կամ ինչ բան, մեկը տեսար գիշերը գնաց։ Ժամը 2-ը, 3-ը, 4-ը, ու հաճախ նաեւ հայրերն ասում են, այդ գիշերը մենք օգտագործում ենք վատ բաների համար, եւ եթե անկեղծ լինենք, դա էլ կա։ Բայց քանիսն են, որ գիշերն օգտագործում են աղոթքի համար, նույնիսկ եթե արթուն ենք մնում։ Ու սա է, որ ամբողջ Քրիստոսի ասած հետևյալն է, արթուն եղեք եւ աղոթեցեք։ Սա հոգեվոր իմաստով, խորքային իմաստով, բայց մեր հայրերը նաեւ սրա ֆիզիկականն էլ են արել, որովհետեւ մենք ունենք, գիտեք, 7 կամ 9 ժամերգություն, եւ ուզում եմ մի բան ընթերցել։ Առաջի ժամերգությունները հետևյալներն են. գիշերային, առավոտյան, արևագալի։ Ինչ է ենթադրել տալիս, որ գիշերը, կեսգիշերին աղոթում ենք, առավոտյան աղոթում ենք միջև արևի բացվելը, որ նորից կարելի է ասել գիշերը, որտեղ դեռ արևը չի բացվել, եւ արևագալի ժամերգությունը կա։ Ոմանք ասում են արևագալը առավոտյանի բաժին ա եղել, հետո բաժանել են։ Ինչ է լինի պարագան, միջև արևի ծագելը դու անդադար աղոթքի մեջ ա եղել հայ մարդը, հայ հոգեվորական այս դեպքում։ Եվ սրանով օրինակ եմ ես տվել, թե ինչպես ապրենք, որպեսզի միշտ արթուն մնանք հոգով եւ մտքով։ Հիմա երբ որ այս արթնության մասին է խոսում, ու մեզանից շատերը կարող են ասեն, բայց լավ, ուր ես դու, ինչքան միջև երբ արթուն մնամ, չէ՞ որ դժվար է միշտ արթուն մնալ, ու ինչու չես գալիս, Քրիստոս երկրորդ առակն է բերում։ Ու այս առակը հետևյալն ասում է, ինչպես հեռու երկիր գնացած մի մարդ, որ կթողնի իր տունը եւ իր ծառաներին իշխանություն կտա, եւ յուրաքանչյուրի իր գործը եւ դռնապանին կպատվիրի, որ արթուն լինի։ Նախ այստեղ բոլորս ենք հասկանում, որ ինքը իր մասին է խոսում, եւ իր մասին է խոսում, որ ինքը հեռու գնաց, բայց տունը դրեց, ծառաներ ուներ, իրենց իշխանություն ուներ, եւ նաեւ դռնապան ուներ, եւ այդ դռնապանին ասեց, որ արթուն լինի։ Բոլորս սա հասկացանք, բայց եթե հոգեվոր բերենք, հոգեվորը լրիվ ուրիշ իմաստ ունի, Աստված օգնական, որը հետևյալն է, հետևյալ միտքն է, որ հայրերը հստակ տեսնում են հոգեվորականի օրինակը, որ ինքն է ի վերջո այդ պահապանը, արթնության պահապանը, որը պիտի պահպանի հոգեվոր հոտին, որպեսզի հանկարծ ինչ լինի, թշնամին չգա եւ մեզ չկարողանա վնասել։ Բայց սրա երրորդ կետն էլ կա, որ նույնպես շատ կարևոր է, որ հետևյալն է, որ մեզանից յուրաքանչյուրը մեր ներաշխարհի մեջ էլ սա պիտի ունենա։ Այս այլաբանությունը հետևյալն է, հայրերն ասում են դռնապանը մեր միտքն է, որը թույլ չի տալիս, որ վատ խորհուրդները մտնեն դռնից ներս։ Դրանից հետո իսկ դուռը որն է, դուռը մեր զգայարաններն են, որոնցով միշտ այդ վատ խորհուրդները մտնում են։ Իսկ ուր են մտնում, որն է տունը, տունը մեր հոգին է։ Ուրեմն երբ որ միտքը դռնապանն է եւ ինքը այնտեղ է, թույլ չի տալիս, որ դռնից անցնեն վատ խորհուրդները եւ մտնեն մեր ներաշխար, որը որ մեր հոգին է, եւ այդտեղ նաեւ ինչ անեն, եթե ոչ մեզ բղծեն։ Սրբազան մի քիչ է մնացել, կուզեք վերջացնեմ, թե շատ լավ։ Սիրով նախ ուրախ ենք, որ Սրբազանն ու Տեր հայրը մեզ հետ են, բայց վերջացնենք։ Արթուն կացեք, որովհետև չգիտեք,
թե տանուտերը երբ կգա, երեկոյան թե կեսգիշերին, աքլորականչին, թե առավոտյան դեմ։ Հետաքրքիր մի միտք կա, երբ որ Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթքը կարդանք, ինքը այնտեղ ասում է ինձ Գրիգոր կոչեցին, բայց ես արթուն չմնացի։ Ինչու՞, որովհետև Գրիգորիո բառը ինքնին նշանակում է արթուն։ Եվ պատահական չի, որ մեր հայոց իրականության մեջ այսքան շատ է այս անունը ու շատ նաև ազգանունը, որովհետև իմաստը հասկացել ենք հոգևոր արթնություն։ Գրիգորներն այն մարդիկ են, ովքեր հոգևոր արթնության մեջ են եւ մշտապես արթուն են լինում իրենց կյանքի հիմնական մասերում, այսինքն հոգևոր արթնություն ունեն։ Իսկ այստեղ, երբ որ 4 տեղեր ենք տեսնում, այստեղ կա երեկո, կեսգիշեր, աքլորականչ եւ առավոտ, որոշ հայրեր այստեղ տեսնում են նաեւ մարդու կյանքի 4 վիճակները, 4 ժամանակները, որը հետեւյալն է՝ մանկություն, երիտասարդություն, հասուն տարիք եւ ծերություն։ Եվ ինչ էլ լինի պարագան, որտեղ էլ գտնվենք, լինենք մանկության մեջ, երիտասարդության մեջ, հասուն տարիքում, թե ծերության մեջ, միևնույնն է, պիտի կարողանանք արթուն լինել։ Եվ նույնիսկ հայրերից մեկը Թեոփիլակտը ասում էր, որ մանուկներն էլ պիտի արթուն լինեն, որովհետև մանուկների պարագայում ասում է առաջի բանը, որ մենք պիտի անենք, իրենց մկրտելն է։ Սրանով ասում է իրենց պիտի արթնության տանեն։ Իսկ որոշ հայրերից մեկն է հետաքրքրորեն այս 4-ը տեսավ նաև հաջորդ գլուխների Քրիստոսի մատնության ու չարչարանքների շրջանում, որովհետև եթե ուշադրություն դարձնենք, Մարկոս 14-ում երեկոյան պիտի ընտրեն, որից հետո կեսգիշերին արդեն այս մատնությունը պիտի լինի Քրիստոսի, աքլորականչին Պետրոսը պիտի ուրանա իրեն, իսկ առավոտյան իրեն պիտի տանեն արդեն Պիղատոսի առջև։ Եվ այստեղ նաև հայրերը սա են տեսնում, որ ինքը նախապես մարգարեացավ, որ ինչ է լինելու իր հետ երեկոյին, կեսգիշերին, աքլորականչին եւ առավոտյան։ Եվ նաև այստեղ ամենակարևոր պատգամն է, որ Մարկոս 24-ի մեջ 10 կույսերի օրինակով են տեսնում։ Իմիջայլոց ներողություն Մատթեոս 24, Մարկոս 13-ն ու Մատթեոս 24-ը նույն տեքստն են։ Եվ Մատթեոսի մեջ 10 կույսերի օրինակը կա, որ արթուն պիտի լինենք, որովհետև նույնիսկ եթե մի որոշակի շրջան արթուն ես, բայց հետո ննջում ես, ի վերջո սա վերելու է նրան, երբ որ թակես, դուռը չի բացվելու, որովհետև միջև վերջ քո արթնությունը չպահեցիր, իսկ կոչված էիր պահելու։ Եվ ասում է 36-ը գուցե հանկարծակի գալով ձեզ քնի մեջ գտնի։ Եվ դրա համար այստեղ էլ էս միտք, ինչպես կարող է Հիսուս չիմանալ օրը, եթե ինքն է եկողը, ուրեմն բնականաբար, ինչպես որ ասացի, սա շատ հստակ ու պարզ էր, որ Քրիստոս այս ամբողջը ասում էր մեր համար, որպեսզի մենք իմանանք եւ զգուշանանք։ Հետաքրքիր է, ընդհանրապես ցնցումներից առաջ կամ նույնիսկ երկրաշարժից առաջ ցունամի ինչ էլ որ լինի, նույնիսկ պետությունը զգուշացնում է, ինչ որ բաներ են գալիս, չէ, արձագանքներ կամ ալարմներ, Քրիստոս ասում է որևէ ալարմ չեմ տալու։ Ինչու չի տալու որևէ ալարմ, որպեսզի ես միշտ արթուն լինեմ, եւ վերում է մի օրինակ, որը որ Մատթեոս 24-ի մեջ կա, բայց Մարկոս 13-ի մեջ չկա, որ Նոյի հետ է կապում։ Եվ ասում է, տեսեք, նրանց չնմանվեք, որովհետև նրանք քանի որ արթուն չեղան, կործանվեցին։ Եվ ասում է, ինչպես Նոյի օրերն էին, այնպես պիտի լինի մարդու որդու գալստյանը, որովհետև ինչպես որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, երբ ուտում էին եւ խմում, կին էին առնում եւ մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, ու նրանք բան չիմացան, մինչեւ որ ջրհեղեղը եկավ ու վերցրեց տարավ բոլորին, այնպես պիտի լինի մարդու որդու գալստյանն էլ, այսինքն կենցաղով զբաղված, կենցաղական կյանքի մեջ մտած եւ չմտածող, որ վաղը կարող է ուշ լինի եւ Քրիստոսի երկրորդ գալուստին չհետևող քրիստոնյանա, որ ամենախոցելին է։ Եվ վերջի նախադասությունը, որ ասում է, հետեւյալն ասում է, բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում, արթուն կացեք։ Այսինքն արթնության կոչը բոլոր սերունդների համար է ու բոլոր ժամանակների համար է։ Եվ սա ամենակարևոր կոչն է, եւ ինչպես որ խոսքի սկզբում ասացի, 14-րդ գլխում պիտի տեսնենք, որ Քրիստոս բազում անգամ Գեթսեմանի պարտեզ եւ ամենուր պիտի նորից այս բառերը արթուն կացեք հիշեցնի, որպեսզի մենք ի վերջո գիտակցենք, որ մեր մեծագույն իրապես այդ պաշտպանության ձևը արթնությունն է։ Ու դրա համար նաեւ սա ուզեցի դնել,
որ քրիստոնյան այն զինվորն է, այն մարտիկն է, որ միշտ պատրաստ է ու արթուն է, որպեսզի թույլ չտա, ինչպես որ խոսքի սկզբում ասացի, որ սատանան առյուծի պես մեր շուրջը չպտտվի, որպեսզի մեզ չհոշոտի։ Հակիրճ հոգևոր վերլուծությունից հետո նաև բանալի բառերը։ Եկեղեցին համարվում է երկինքի ու երկրի հանդիպման վայրը, եւ իրապես ուզում եմ այս մասին մտածենք։ Մենք հիմա գտնվում ենք երկնքի ու երկրի հանդիպման վայրում, Քրիստոսի մարմնի մեջ, որի նպատակը երկրավորներին, երկրային օթևաններին արժանի դարձնելն է։ Սակայն թշնամին անընդհատ աշխատում է, որ այդ տեղի չունենա եւ պատերազմների, ներքին խնդիրների, կեղծ ուսուցիչների եւ մարգարեների միջոցով շեղում է ընտրյալներին իրական ճանապարհից։ Ինչ անել։ Արթուն մնալ, աղոթել եւ զորանալ, մեկս մյուսի ձեռքերը բռնել, որպեսզի միասնաբար կարողանանք հաղթահարել դժվարությունները եւ խնդրել Տիրոջ օգնականությունը, որ այդ փորձությունը կարճացնի, այսօրվա տեքստն էր, որպեսզի չկորչենք։ Ուրեմն խնդրանք սա, որ մեկս մյուսին հիշեցնենք արթնության մասին եւ դառնանք գրիքորներ։ Այսօր խոսքի սկզբում Արադին հարցեցի, մեր մեջ կարծես գրիքոր չկա, բայց հետո ուզում եմ այսօր հիմա է վերջում ասել, որ բոլորս ենք կոչված լինելու գրիքորներ, այսինքն արթուններ, որպեսզի կարողանանք իրապես Քրիստոսի Աստծո արքայությանը արժանանալ եւ Քրիստոսին դիմավորել։ Որոնք են այն բանալի բառերը, որոնք ուզեմ արթնացնել։ Առաջի ու ամենակարևորը արթուն կացեքն է։ Ամբողջ տեքստը սրա մասին էր։ Նաև շատ կարևոր է ժամանակների գաղափարը, որ Քրիստոս անդադար խոսեց այս մասին։ Ընտրյալների մասին, սուտ Քրիստոսներ, սուտ մարգարեներ շատ կարևոր են։ Նեղությունները, մոլորեցնողները, քնի մեջ մնալը եւ թզենու օրինակն իբրև մարդու օրինակ։ Ես բանալի բառերը նախաճաշակ են, մեզանից յուրաքանչյուրն իրենք էլ կարող են իրենց